Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, այսօր բժշկական մի կարելի ասել ծեծված թեմայի եմ ուզում անդրադառնալ, որին շատ եմ անդրադարձել, բայց շարունակում է խնդիրը մնալ չլուծված։ Իսկ մենք հաղորդակցվելով, իրար հետ կիսվելով եւ բժիշկների ցուցումներն ու խորհուրդները լսելով ահագին բան կարող ենք լուծել, կարծում եմ։ Մի րոպե։ Եվ այսպես Սկսեմ անեկդոտից եւ որպեսզի ձեզ պարզ լինի, թե ինչի է այս հաղորդումը վերնագրված ախտորոշում թե բախտ նայել։ Վերնագիրը շատ տիպիկ է, էլի խնդիրը նկարագրելու համար։ Ուրեմն անեկդոտը հետեւյալն է, ավելի շատ առակ է, քան ծիծաղելու համար, առակ որպես դաս։ Ուրեմն ասում է Վարդանիկը գնում է տուն, ասում է պապա, ընկեր Մարգոն ծնող է կանչել։ Ասում է Վարդանիկի հայրը հարցնում է թե ինչու՞ է պատճառը, ինչն է խնդիրը, որ ընկեր Մարգոն ծնող է կանչել։ Ասում է դե պլակատ էր, ուրեմն կպցրած գրատախտակին, տարբեր թռչունների պոչեր էին։ Ես այս պատմությունը էլի եմ պատմել։ Տարբեր թռչունների պոչեր էին, եւ ընկեր Մարգոն ցույց էր տալի թռչունի պոչը եւ ասում էր երեխաներ կարող եք կռահել թե սա ինչ թռչունի պոչ է։ Ասում է դե ծիծեռնակի պոչը ճանաչելի էր, բայց էդի էս ինչին բաժին հասավ։ Հնդկահավի պոչը ճանաչելի էր, այնմիսին բաժին հասավ, չգիտեմ, սիրամարգի պոչը այն ինչին բաժին հասավ։ Իսկ ինձ ասում է մի հատ թռչունի պոչ էր, ես ոչ մի կերպ չկարողացա հասկանալ դա ինչ թռչուն է։ Ընկեր Մարգոն զայրացավ, ասեց կգնաս ծնող կկանչես։ Վարդանիկի հայրը ասում է լավ, եղավ, բալես, գնա դասերը տարա կամ գնա խաղալու։ Հաջորդ օրը ընկեր Մարգոն մտնում է դասարան եւ տեսնում է աշակերտական նստարանների են վերջին նստարանին, հələ առավոտ վաղ, հա, դեռ դասը չի սկսել, դեռ երեխաները չեն եկել։ Ընկեր Մարգոն մտնում է դասարան ու տեսնում է վերջին նստարանի հետևից տակից մի տղամարդու փրչոտ քամակ է երևում, տկլոր, միայն քամակն է երևում։ Ու տակից, սեղանի տակից ձայնը ասում է ընկեր Մարգո, կարող եք կռահել ում ծնողն է ներկայացել ձեր ցուցումով, ձեր կանչով։ Առակը այսքանն է։ Ու ամեն անգամ ես այս առակն եմ հիշում, երբ որ ինձ ուղարկում են ինչ-որ թուղթ ինտերնետով, Messenger-ով կլինի, Viber-ով կլինի, WhatsApp-ով կլինի, ուղարկում են այդ թուղթը, սենց թուղթա վրա գրած է մի երկու անալիզի պատասխան ու ասում մի հատ նայի էլի էսի բժիշկ ջան։ Ավելի բարդ դեպքեր ալու, բուժումներ են ուղարկում, ասում են հրնայի ճիշտ է գրած այս բուժումը։ Ուտեղ ես միտքս գալիս է այդ Վարդանիկի հոր փրչոտ քամակը, որ ուզում ես հետ ուղարկես, ասես մի հատ կարած ջոգես ես ում քամակն է։ Այդ աստիճան ինքը նյարդայնացնող է, այդ աստիճան ինքը անիմաստ է։ Ինչու, բացատրեմ ինչու։ Ժողովուրդ ջան, բժիշկը բախտ նայող չի։ Բախտ նայողի մոտ լինում է, չէ՞, նկարը տանում են, բախտ նայողը այդ նկարով ասում է, թե կամ բախտը բացում է, կամ չգիտեմ, ապագան գուշակում է։ Նույնիսկ ռուսական ալիքներով տենց հաղորդում կա, բիտվա էքստրասենսով, չէ՞, որով շոուի է, էլի, սուտ, խաբեբայություն, զվարճանք։ Այդ տեսակ մոտեցմամբ չես կարա մարդու կյանքի վերաբերվես, առողջությանը վերաբերվես։ Հիվանդին պիտի տեսնես, եթե նույնիսկ հեռակա է, դիստանցիայի վրա է, հիվանդին պիտի տեսնես, հիվանդի հետ պիտի խոսաս, հիվանդի խոսելա ոճից, ընտրված բառապաշարից, դու հասկանում ես ինչա տեղի ունեցել։ Թուղթը, որի վրա, օրինակ գաստրոենտերոլոգիական հիվանդների ենթադրենք գաստրոսկոպիանը։ Ես ձեզ օրինակ եմ բերում զոնդով գաստրոսկոպիայի հետազոտության պատասխան։ Ուրեմն 80% դեպքերում, հատկապես եթե դա հետազոտվել է Ռուսաստանում, 80% դեպքերում գրված է, որ ունի գաստրիտ, գրված է, որ ունի 12 մատնյաղու բորբոքում, գրված է, որ ունի կերակրափոք ստամոքսային փականի անցման կամ հայերեն ասած կլապանի
անբավարարություն։ 80% դեպքերում գրածա, որ լինում են էրոզիաներ։ Մի դրվագ ընդամենը գաստրոսկոպիայի զոնդի պատասխանից ելնելով։ Ավելին ասեմ, երբ որ մարդը ունի ստամոքսում ցավեր, ստամոքսի շրջանում ցավեր, գիտությունը ապացուցել է, որ եթե բուժում ես քրոնիկ ցավերի մասին է խոսքը, քրոնիկական ցավերի, եթե բուժում ես այնտեղ հայտնաբերված էրոզիան, 10-ից 9-ի մոտ լավացում չի լինում, ցավերից չեն ազատվում։ Այսինքն էրոզիան կարած բուժես, բայց ցավերը մնան։ Հազվադեպ խոցերի դեպքում էլ այդպես լինում, երբ որ խոցը բուժում ես, ցավը մնում է, բայց դա շատ հազվադեպ, 10-ից 1-ի մոտ, 10-ից 2-ի մոտ, որ խոցը բուժես, ցավը մնա։ Բայց գաստրիտով, էրոզիայով պացիենտներից 10-ից 9-ին էրոզիան բուժում ես, ցավը մնում է։ Դա պետք է այլ մոտեցում ցույց տալ, այլ բուժում անել։ Այսինքն ամեն մարդ չի, որ ենթադրենք այստեղ ճակատին մի հատ պրիշիկ ունի, եւ այդ պրիշիկը իր գլխացավերի պատճառն է։ Ամեն մարդ չի, որ ունի սպիտակ մազեր կամ ճաղատացած է, մազերը թափված է, եւ դա գլխացավի պատճառն է։ Պատկերացրեք, պացիենտը ունի գլխացավ, ու դուք բժիշկ եք կամ բարեկամ եք։ Ու ամեն անգամ ձեզ թուղթ են ուղարկում, որտեղ գրած է, որ այդ մարդու ճակատին կա կնճիռ, այս այտի վրա կա պրիշիկ, պզուկ, կորյակ, մազերի մեջ կան սպիտակ մազեր, սենց բաներ է գրած։ Ու ձեզ ասում մի հատ այս թուղթը նայի, էլի, այս գլխացավը ինչով բուժենք։ Ձեզ բավարար է այդ պրիշիկը, սպիտակ մազը ու ճակատի կնճիռը, ձեզ բավարար է այդ ինֆորմացիան, որպեսզի դուք մարդու գլխացավը բուժեք։ Ինձ բավարար չի, ձեզ էլ բավարար չի լինի։ Մի հատ ուրիշ օրինակ բերեմ, նույն գլխացավով պացիենտը, ասում ես գլուխդ ինչքան հաճախ է ցավում, ինչքան է տևում ցավը, ուղեկցող ինչ սիմպտոմներ են լինում, եւ իր հարցերին տված բանավոր պատասխանից շատ ավելի մեծ պատկերացում ես կազմում, թե ինչ ցավի մասին է։ Օրինակ, կրկնվող գլխացավեր, ամիսը մեկ լինող, մի քանի ժամ տևող, հիմնականում գլխի ինչ-որ մի լոկալ հատվածում տեղակայված, սրտխառնոցով, երբեմն փսխումներով ուղեկցվող։ Նախապես կարա մարդը զգա, որ այդ օր ունենալու է գլխացավ։ Գլխացավից հետո կարող է ուզենա քնի, չուզենա մարդու երես տենա, չուզենա ձայներ աղմուկներ լսի, լույսը իր վրա ազդի վատ իմաստով։ Այսքան բանը մարդը պատմեց, դասական միգրեն է պատմում։ Դասական միգրենոզ գլխացավ։ Ինչի ես գիտեմ միգրենի գլխացավը, որովհետև գոյություն ունի նաև որովայնային միգրեն հասկացողություն։ Ու այդպիսի դիագնոզ կա։ Ցիկլիկ փսխումային համախտանիշ հասկացողություն, որը բուժվում է գրեթե այնպես, ինչպես միգրենն է բուժվում։ Դրա համար խորացել են, մի մասնագիտություն ելելով դրա մեջ խորացել են։ Ու այս ամեն ինչը պատմելով է, միայն պատմելով։ Պացիենտը պատմում է, իր խնդիրներն է պատմում։ Ոչ թե կյանքն է պատմում։ Հիմա պատմելու օրինակ էլ բերեմ։ Պացիենտը եկել է։ Իրական օրինակներ են սրանք, այսպիսին հարյուրավորներ եւ հազարավորները կան։ Եկել է պացիենտը։ Բարև ձեզ, պատմեք, ձեզ ի՞նչն է անհանգստացնում։ Դե ես բժիշկ ջան, բուժումներ եմ ստանում, այսինչ հիվանդանոցում, ասում եմ, հասկացանք, բայց ձեր ի՞նչն է անհանգստացնում, որ դուք բուժումներ եք ստանում։ Դե գնացի, զոնդով նայեցին, ինձ ասին քո մոտ կա գաստրիտ։ Ասում ենք, հասկացանք, մենակ ձեզ չեն ասել, արդեն հասկացանք, չէ՞ որ 90-90-90%-ի մոտ այդ գաստրիտը գտնում են։ Եթե փորացավ ունի, գնացել է գաստրոսկոպիայի, 80-90%-ի մոտ այդ գաստրիտը գրում են, եթե նույնիսկ չկա, գրում են։ Հատկապես ասեցի, օրինակ Ռուսաստանում արված հետազոտություններով։ Ավելին Ռուսաստանում սոնոգրաֆիան նայեց, սոնոգրաֆիայի պատասխանը։ Մեկի գրում է, ինչա գրում, պանկրեատիտ։ Ամեն երկրորդին, եթե ոչ 3-ից 2-ին, գրում են պանկրեատիտ։ Ու Ռուսաստանից սոնոգրաֆիայի թուղթ են ուղարկել։ Բժիշկ ջան, մի հատ կնայես էսի ինչա։ Ունդ ինչա գրած, գրած պանկրեատիտ։ Բժիշկը չի զարմանում, որ Ռուսաստանից ուղարկում են էխոյի, սոնոգրաֆիայի, ուզիի թուղթ, ունդ է գրած է պանկրեատիտ։ Ու դա հեչ չի նշանակում, որ այդ պացիենտի մոտ կա պանկրեատիտ։ Դա հեչ չի նշանակում դա։
Հիմա պատմումը, դե ասում են ինձ նայեցին, ընդ ասեցին պանկրեացիտ, ասում ձեզ ի՞նչն է անհանգստացնում, ցավը, սխարնոցը, փսխումը, լուծը, փորկապությունը, ի՞նչն է անհանգստացնում։ Դե ասա ցավը էլի բժիշկ ջան, ցավեր գնացի, կանչեցի, եկան, պատմումը։ Բացի իր սիմպտոմները պատմելուց, պատմումը ինչ ասես։ Ահա երբ որ ես ասում եմ, որ պացիենտի պատմությունից մեծ ինֆորմացիա ենք ստանում դիագնոզը դնելու համար, դա ոչ թե երբ պացիենտը իր կյանքն է պատմում, այլ երբ որ նկարագրում է իր ցավը, իր խնդրումը, սիմպտոմներով, տեղակայմամբ, ժամանակի մեջ դա ոնց է դրսևորվում, կարճ է, րոպեներ է, ժամեր է, թե օրեր է, ամենօրյա է, ամիսը մեկ է լինում, թե ամբողջ ամիսն է տևում, հետո մեղմանում է, թե ամբողջ տարին նույնությամբ շարունակվում է, այս մի սիմպտոմը զուգակցվում է մեկ ուրիշ սիմպտոմի հետ, այն մյուս սիմպտոմի հետ, հետո դեղեր խմում է, չի խմում, մի խոսքով։ Այս ամբողջ ինֆորմացիան է պետք հարգելի սփյուռքահայ քծիպ բարեկամներ, երբ որ դուք ուղարկում եք ձեր թղթերը ու ասում եք բժիշկ ջան մի հատ այս թուղթը նայի։ Հիմա առատաձեռն սփյուռքահայերին, ովքեր ասում են մենք պատրաստ ենք վճարել, խնդրում ենք բժիշկ ջան էսի նայեք, ժողովուրդ ձան ձեր ցավը տանեմ, ես էլ եմ պատրաստ ձեզ վճարել, միայն թե ինձ յան տվեք։ Ինչի համար։ Չի լինում տենց, ես ձեզ պիտի տեսնեմ, պիտի տեսնեմ։ Եթե նույնիսկ հեռակա ենք նայում, ուրեմն ձեր արած հետազոտությունները դեմքը պիտի տեսնեմ, զրույց պիտի ունենամ ձեզ հետ։ Հələ մի կողմ որ Հայաստանի օրենքը արգելում է այս հեռակա բժշկությունը, հեռավար բժշկությունը։ Չնայած դա հələ մտածելու խոսալու բան է։ Բայց ես պետք է պացիենտի տեսնեմ ու իր արած անալիզները չպետք է լինեն միջին վիճակագրական։ Ավելին, ինքը ոչ թե պետք է ինձ ուղարկի անալիզներ, որտեղ ասի սենց անեմ, որ էսի չերևա, սպասի էսի։ Հագեմ չերևա այս մարդու տվյալները։ Ուղարկում ասենց թուղթը։ Այս թուղթը ուղարկելուց ոչ թե պետքա այս մարդու մոտ ոչ թե պետքա ուղարկի այն թղթերը, որ իր մոտ կան, այն թղթերը, որ ինքը ունի, այլ այն թղթերը, որ ես եմ ուզել, որպեսզի ես կարողանամ լիարժեք աշխատել, ես պիտի ձեզ նշանակեմ անալիզ կամ հետազոտություն, դուք իմ ուզած անալիզը, իմ ուզած հետազոտությունը ինձ ներկայացնեք արդյունքները, որ ես կարողանամ դիագնոզ դնել կամ բուժման տակտիկա որոշել։ Եթե դուք բերում եք ուրիշ բժիշկների ուզած դիագնոզներ, անալիզներն ու հետազոտությունների պատասխանները, այդ ուրիշ բժիշկներին պիտի դա ցույց տաք։ Եթե դուք ձեր գլխու եք գնացել կամ YouTube-ում մի բան եք տեսել, գնացել եք ստուգել եք, դուք ինքներդ պիտի կանգնեք հայլու առաջ եւ ինքներդ ձեզ բացատրեք, թե ինչ պետք է անեք այդ արդյունքներով։ Ոչ թե ուղարկեք բժիշկին, ասեք, ահա քեզ ուղարկել ենք։ Հիմա ես ձեզ մի հատ օրինակ բերեմ։ Ես ենթադրենք լսում եմ սիմպտոմները։ Ու ինձ պետք է ենթադրենք համակարգչային շերտագրություն կամ արյան ընդհանուր քննություն կամ գլյուկոզան արյան մեջ։ Ինձ ուրիշ բան չի հետաքրքրում։ Ինձ այդ տվյալներն են պետք, որպեսզի ես գաղափար կազմեմ։ Հիմա դուք ուղարկում եք 50 հատ թուղթ, ասես ես 50 հատ թուղթը նայի։ Այ ինձ ես չեմ ուզում այդ 50 հատ թուղթը նայել։ Ինձ հետաքրքիր չի այդ 50 հատ թուղթը։ Ես այդ ժամանակը չունեմ այդ 50 հատ թուղթը նայել կամ 15 հատ թուղթը նայելու։ Այս ամբողջ զրույցը գիտեք ինչից է եկել, երեք մի պացիենտի բավականին կոպիտ պատասխանել եմ, նախ գիշերներ զանգե, հարգեք իմ հանգստյան ժամերը եւ իմ հանգստյան օրերը եւ ես կհարգեմ ձեր առողջությունը։ Չհարգեցիք իմ հանգստյան օրերը, հանգստյան ժամերը, անհարգալից եմ լինելու ձեր առողջության եւ ձեր նկատմամբ։ Այնպես որ հարգեք իմ հանգիստը, դա փոխադարձ է։ Բժիշկը քֆուր չի կերե, որ Հիպոկրատի չգիտեմ ինչ։ Բժիշկը նորմալ մարդ է, որը ուղեղը պետք է հանգստանա, որպեսզի հաջորդ օր այդ ուղեղը լավ աշխատի այլ մարդկանց շահերի օգուտների համար։ Եվ փոխադարձ շահերի եւ օգուտների համար։ Եթե բժիշկի ուղեղը լավ չի հանգստանում, բժիշկի ուղեղը անընդհատ դրթված, անընդհատ այսպես մտածմունքի մեջ է, հատկապես բժշկական թեմաներով, նա 2-3 օրից կամ 2-3 ամսից կամ 2-3 տարուց արդեն փորձանք է դառնում այլ մարդկանց առողջության համար։ Անընդհատ առանց հանգստի
օրը 24 ժամ ճիպոտով աշխատող ուղեղը փորձանք է դառնում այլոց կյանքի համար։ Ես մոտ 20 տարի, հեսա կլինի 20 տարի բժշկության մեջ եմ, որից 3 տարին արձինատուրա, նրանց հետո կլինիկական բժշկություն, թեև արձինատուրա երկրորդ կուրսից արդեն կլինիկական պրակտիկ բժշկության մեջ եմ եղել։ 18 տարի ես պրակտիկ բժշկության մեջ եմ։ Պատկերացնեք, չէ, ինչքան է իմ ուղեղը հոգն է օրը 24 ժամ աշխատելուց։ Հիմա եթե ես հանգիստ չտամ ու հիմա գիշերը ժամը 11:30 ինձ գրում են նամակ, խնդրում եմ, աղաչում եմ, մեռնում եմ բժիշկ ջան, հասի, մեռնում եմ, աղաչում եմ, կվճարեմ ինչ ուզում եք, միայն թե ինձ ասեք ինչ անեմ։ Նամակն եկել է WhatsApp-ով։ Զանգում եմ։ Ես իրոք մտածում եմ, որ վատ բան է։ Արտասահմանից է, եվրոպական մի երկրից։ Լսում եմ ձեզ։ Բժիշկ ջան, հասի փրկի, ասում մի րոպե։ Ձեզ մոտ շտապօգնություն կա։ Ասում կա։ Կանչել եք շտապօգնություն։ Ամեն օրը կանչում եմ, բժիշկ ջան, ինչ օգուտ։ Այսինքն դուք չէիք մեռնում։ Դուք խղճվտանք եք իմ մեջ առաջ բերում, գիշերվա կեսին, որ ես խղճամ, ահաբեկվեմ, ափալ-թափալ զանգեմ, տենամ այդ մարդը կամ չզանգեմ, թեկուզ գրեմ, չնայած կզանգեի, հնարավոր չի մարդը գրի ինձ ասում է մեռնում եմ, ես ասեմ, լավ առավոտը կզանգեմ, ստիպված եմ այդ պահին արձագանքել։ Բայց պարզում է չէ։ Ես կվճարեմ, բժիշկ ջան, ասում է, ինչ ոնց ուզեք, ինչքան ուզեք, պրոբլեմ չկա։ Այո, ես ասում վճարի հարց չի, չես գիշերվա կեսին զանգեի, ներվատերով կանում, եթե դու ունես շտապ օգնություն, փաստորեն դու ունես շտապ օգնություն։ Դու չես ինձ զանգի։ Փաստորեն դու ես առաջի անգամը չի անընդհատ կոմոդ sense բաներ ալում։ Դու ինչես հենց հիմի զանգե։ Ինչի՞ չես երեք զանգե, կեսօրին, վաղը սպասում կեսօրին։ Ուղարկել անալիզի պատասխաններ, ինչ ա ուղարկել։ Ռենտգենի կոնտրաստ հետազոտությունն է 15-ից ավել նկարով պլյուս վիդեոներ։ Նույն ռենտգենը, թե ոնց է ռենտգեն կոնտրաստը անցնում, որը չեմ էլ նայելու։ Հասկանում եք։ Ինչի մասին է խոսքը։ Ժողովուրդ ջան, բախտ նայել չի էդի ստամոքսիդ նկարը ուղարկես, ասես մի հատ ստամոքսից նկարով բախտս նայի բժիշկ ջան։ Էքստրասենս չի էլի բժիշկը։ Եթե իրոք լուրջ է վերաբերում իր մասնագիտությանը, ինքը պիտի ձեզ հետ շփվի։ Այդ շփումը ունի որոշակի հարգանք փոխադարձ։ Պահեք այդ հարգանքը։ Նոր հետո մտածեք, որ վճարելու հարցեր կան։ Այսինքն այդպես չի լինում, էլի։ Իրոքս լավ, ձերքս պահեմ։ Մի խոսքով այդպես չի լինում, որ մանիպուլյատիվ տագնապով կամ ձեր տագնապներով։ Ձեր տագնապները ձերն են, բժշկինը չի։ Գնացեք ինչ ուզում եք դրանց հետ տարեք, գնացեք դիմեք համապատասխան մասնագետների։ Այս վերջերս էլի ինձ զանգ եկավ, էլի գիշերվա ժամի զանգ էր։ Չէ, հանգստյան օր էր, մի խոսքով անթույլատրելի ժամ էր։ Զանգ եկավ, վերցեցի, բարև ձեզ, պատասխանում եմ։ Ամեն դեպքում պատասխանում եմ։ Մարդիկ կան ասում մի պատասխան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ու ասեց բժիշկ, իմ երեխայի մոտ այսպես։ Ես ամեն ինչ վсё, աշխարհը մնաց մի կողմ։ Ու այդ մարդու հարցով եմ զբաղվել, ինչքան հնարավոր է խորհուրդներով օգտակար լինեմ, ճիշտ ուղղորդումներով օգտակար լինեմ։ Գիտեք լի, որտեվ իրոք պրոբլեմն այդպեսին էր։ Պրոբլեմն այդպեսին է, որ այո, դա չէր լինի, մարդը թողեր, սպասեր, չգիտեմ, առավոտը զանգեր կամ երկուշաբթի օրը զանգեր։ Պրոբլեմն այդպեսին էր։ Ոչ թե իր ֆշտիկը այդ պահին է կային է, ու ինքը այդ պահին է զանգում, այլ որովհետև իր դարդը ունի խորություն։ Որովհետև ինքը նախորդ օրը արել է ինչ որ պետք է նախորդ օրն անի, վերջին մի ամսում տառապում է ինչ այն տառապանքով, որ պիտի տառապի, ու հիմա մի վայրկյան ազատ ժամանակ է գտե հոգսերից իր տառապանքից, փորձում է մի հատ եւս մի օգնության աղբյուր գտնի։ Իսկ եթե դուք կարող եք այդ զանգը անել նախորդ օրը, մի շաբաթը լավ եք
վատ եք, զանգում եք հանգստանալու, պրոբլեմա։ Մի շաբաթվա մեջ զանգեիք։ Դիմանում եք վաղվան, դիմացեք վաղը, չեք դիմանում զանգեք շտաբ օգնություն։ Հերթապահ բժիշկների։ Եվ ուղարկեք ձեր թղթերը, երբ որ բժիշկի հետ զրուցել եք, լսել եք ինչպիսի թղթեր է պետք, ու բժիշկի ուզած թղթերը իրան ուղարկում եք։ Ունեք տանը այլ թղթեր շատ լավ, դրանք էլ են պետք, դրանք էլ կհետաքրքրեն բժիշկին։ Բայց ուղղակի մի թղթի կտոր ուղարկել, ասել բժիշկ ջան, հələ մի հատ նայ ես, ճիշտ է թե սխալ է բուժած, կամ բժիշկ ջան, հələ նայ ես, անալիզը ինչ է նշանակում, էդի բախտ նայել է, էդի էքստրասենսություն է, էդի բժշկություն չի։ Բժշկին դուք եք պետք։ Հենց դուք։ Դուք ձեր պատմությունով, ձեր նկարագրով, ձեր սիմպտոմների մասին ձեր ընկալումներով։ Մնացածը հետո բժիշկը կասի, ինչ թուղթ ու թամասիկ է պետք, բայց սկզբում դուք եք պետք։ Հազվադեպ 1000-ից 1 լինեն պացիենտներ, որոնց ներկայությունը պարտադիր չի եւ թղթերով կարելի է ինչ-որ բան ասել։ Օրինակ, անհույս ծայրահեղ ծանր վիճակում մի դեպք է, որտեղ էլ քո բժշկությունը ոչ մի օգուտ չի տալիս։ Հա, այդ դեպքում կարաս ընդհանրապես ասես, այո, վիճակը կրիտիկական է եւ անհույս է եւ իմ բժշկությունը օգուտ չի տալու ձեզ։ Այդքան բանը կարաս ասես, դրա համար պետք չի որ հիվանդը գա հաստի մոտդ։ Եվ որ անալիզներով ցույց է տալի, որ ենթադրենք ծայրահեղ խորացած process, երբ որ այդ մարդուն հաշված ենթադրենք շաբաթներ են մնացել։ Այդ դեպքում միգուցե պացիենտի ներկայությունը պարտադիր չի։ Մնացած բոլոր դեպքերում պացիենտի ներկայությունը պարտադիր չի։ Երբ նույնիսկ դա հեռակա է, ապա հեռակա ներկայությունն է պարտադիր։ Հիմա ես չեմ դուք եք, այսքան զրույցը, որ ես գրեի, դնեի պատից, քանիսը էիք կարդալու։ Քանիսը էիք կարդալու միջև վերջ։ Բա պատկերացրեք, որ իմ հետ շփման մեջ եք էդի լսում, ինչքան ավելի հանգիստ է լսվում, ինչքան ավելի հեշտ է ընկալվում։ Նույնը մեր գործն է, երբ որ դուք դեր թղթերն ուղարկում եք։ Դա ոնց որ ինչ ասեմ, խալխու գրած Facebook-յան ստատուս ուղարկեք, ասես կարդա։ Խալխու Facebook-յան ստատուս ինձ մի ուղարկեք, ես կարդամ։ Ամենաշատը կարա այդ մարդը անմիջապես դուրս գա եւ ասի այսպես խնդիրներ ունեմ։ Դրսի հիվանդների հետ կապված լիքը խնդիրներ կան, մասնավորապես դու նշանակում ես հետազոտություն, ինքը չի կարող այդ հետազոտությունը անցնի։ Չգիտեմ, 2-ից 6 ամսով հերթագրում են։ Այսինքն հերթ են կանում։ Ստեղ մեզ մոտ գալիս են կես ժամ չեն ուզում ավել նստեն, բայց արտասահմանում Եվրոպայում պատրաստ են 3-4 ամիս հերթ կանգնել, մի հատ ստից հետազոտության համար։ Այսի մի խնդրեմ։ Երկրորդ դեղերի հարցը։ Եթե բուժում ես խորհուրդ տալիս, ապա դեղեր ձեռք բերելու հարցն է խնդիր։ Օրինակ Ամերիկայում, հիմնականում դա բանը, մենակ Ամերիկայում չէ, բայց Ամերիկայում հիմնականում դեղատոմս է, եւ ստեղից քո գրած դեղատոմսը չի անցնում։ Կան ռուսական ապտեկաներ, որոնցից հնարավոր է լինում մարդիկ կան, որոնք ռուսական ապտեկաներից կարող են ձեռք բերեն դեղեր։ Իդեպ, դա չգիտեմ ում է դուր գալի, ում դուր չի գալի, ինձ շատ է դուր գալի, որ կան դեղատներ, որտեղից կարելի է ձեռք բերել դեղեր։ Ընդհանրապես, եթե Եվրոպայում է հիվանդը, այն դեպքում լատինատար կամ անգլերեն գրած դեղատոմսը անցնում է, օրինակ Ֆրանսիայում անցնում է, անգլերենով գրած դեղատոմսը ցույց են տալիս եւ դեղատունը բաց է թողնում այդ դեղը։ Դիագնոզով բանով նայում է դեղատոմսին եւ բաց է թողնում։ Այստեղ մի քիչ գործը ավելի հեշտ է։ Ռուսաստան ավելի հեշտ են տալի, թե ավելի դեղատոմսով է։ Փոքր ինչ ավելի հեշտ, բայց դեֆիցիտ կա դեղերի։ Որոշ դեղեր ոչ մի ձև չես կարող գտնես։ Իսկ Հայաստանում, երբ որ պացիենտը գտնվում է, այս դեպքում անթույլատրելի է, որ մարդը չգա բժշկի տենց, ես նոյեմբերյանից եմ, նոյեմբերյանից ես գնա նոյեմբերյանում բժշկի, չէ, ես ուզում եմ ձեզ մոտ գամ, ինձ մոտ ես ուզում եմ վերկաց արի։ Պրոբլեմ չկա։ Եվ վերջում մի պատմություն էլ պատմեմ, թե չպատմեմ։ Բանը։ Մի խոսով ժողովուրդ թուղթ մի ուղարկեք, դուք վերկացեք, գնացեք բժշկի, կամ հեռակա եք խոսում, Viber-ով, WhatsApp-ով, on-line կոնսուլտացիա արեք, անձամբ խոսալով բժշկի հետ, անձամբ լսելով բժշկի հարցերը եւ տվեք պատասխաններ։ Նոր դրանից հետո կարիք կլինի, ձեր թղթերը կտրամադրեք, կներկայացնեք։ Հենց այնպես մի հատ թուղթ ուղարկել եւ ասել, ահա այս թուղթը, խնդրում եմ բժիշկ ասա, սա ինչ է, ես ինչ իմանամ, ինչ է։ Այն թուղթը, որ դուք ուղարկում եք, ուրեմն լսեք, այդ թղթի հիվանդների
80-ից 90%-ի մոտ այդ թղթերը համարյա միշտ այտենց են, իրար նման են։ 80-ից 90%-ի մոտ այդպես է։ Ինչ թուղթ ուզում ես ուղարկի։ Քեզ թվում է քո մոտ ինչ-որ արտարոց բան ենք, թե չէ։ Քեզանից առաջ եղած հիվանդներն են, քեզանից հետո եղած հիվանդներն են, այտենց միջին վիճակագրական արդյունքներ են տալի տարբեր հետազոտություններ։ Եվ հատուկ են հետազոտություններ, որ տալիս են իրական այն պատկերը, որ հետաքրքիր է բժշկին։ Ստամոքս նայելով, գաստրոսկոպիայով, կոլոնոսկոպիայով դուք բժշկություն կամ թվում է կատ է, ասում է գնացինք ոտից գլուխ կոմպյուտերի տոմոգրաֆիա անեցինք, հա ինչ անեմ։ Ում է պետք ձեր արած կոմպյուտերի տոմոգրաֆիա։ Միգուցե ձեզ ընդամենը մի հատ մեզի անալիզ էր պետք գլյուկոցիդներ կամ ացետոն մեզում որոշելով։ Ասենք կարելի է մեզում ացետոն որոշելով դեպքեր կան։ Ավելի մեծ ինֆորմացիա ունենալ, քան թե ոտքից գլուխ կոմպյուտերի տոմոգրաֆիա անցնելով։ Խնդրեմ։ Բայց որպեսզի դուք իմանաք, թե որ անալիզն է ձեզ պետք, դուք պետք է բժիշկի հետ շփվեք։ Նոր գնաք անալիզ տաք։ Պացիենտներ կան, ում թվում է, որ ինքը շատ փող է ծախսել, ուրեմն բավականին լուրջ ճանապարհ է անցել։ Բժիշկ ջան ասում է, 130,000-ի դեղ եմ առել։ Ասում եմ, լավ է, 230-ի չես առել։ Էլ լավ ես բրծել, կարա 330,000 էլ ծախսեիր, ու էլի լինեիր նույն կոտրած տաշտակի առաջ։ Սրանով չեմ ասում ես լավն եմ, իմ գոլեգաները վատն են։ Ոչ, ես էլ եմ վատը, իմ գոլեգաներն էլ են վատը։ Ես էլ լավ բաներ ունեմ, իմ գոլեգաներն էլ լավ բաներ ունեն։ Մարդ ենք։ Մարդ ենք։ Ամեն ինչ էլ պատահում է։ Բայց այդպեսին է մեր գործը, մենք մեր տնից չենք բերել այդ խնդիրները։ Դա մասնագիտության խնդիրներն են։ Թեև այո, ունենք գոլեգաներ, որոնք մի քիչ չարաշահում են մասնագիտության խնդիրները։ Այդպես բաներ կա։ Իմ մոտ էլ են լինում պացիենտներ, որոնք չեն լավանում։ Շատ են պացիենտներ, ովքեր գնում են իմ մոտից ուրիշ բժիշկների մոտ։ Այդ ամեն ինչը նորմալ է, այտենց լինում է։ Լիքը ուրիշ բժիշկներից իմ մոտ են գալի, դա էլ է նորմալ։ Ցիրկուլյացիա է, էլի պացիենտների։ Մենք չենք է պաստալի իրար։ Դուք եք ձեզ պաստալի ստեղնդեր։ Ուղարկում ես, ասում չէ, բժիշկի մոտ չեմ գնում։ Խի ասում են ինքնից sense բան ասեց։ Ասում եմ ի՞նչն է սխալ ասել։ Բայց պիտի կարող ուրիշ ձև ասեր։ Ինձնից հաճախ մի օր դրա մասին խոսամ, ինձնից դժգոհում են, որ բանը հիվանդի հետ կոպիտ եմ խոսում։ Ну, ես մտածում եմ, որ պետք է տենց։ Առաջել էին դժգոհում, բայց առաջ այն ինչ առաջն եմ կոպտորեն արել, այսօր արդեն sense կարակի պես հանգիստ ընթանում է։ Մասնավորապես դեղերը միջև վերջ ընդունել չդադարեցնելը, սիստեմատիկ բժշկի հետ կապի մեջ չլինելը, առանց բժշկի ուղղորդման կամ ցուցման ինքնագլուխ դեղերը չավելացնել, չպակասացնել, անալիզներ չանցնել։ Այս ամեն ինչը տեղը տեղին եղել է։ Հիմա զբաղվում եմ բժշկի հանգստի ոչ աշխատանքային ժամը եւ ոչ աշխատանքային օրը հարգել տալով, մեկ էլ մի քիչ պահանջում եմ մարդկանցից ինքնուրույնություն, պացիենտներից ինքնուրույնություն։ Ես չեմ սիրում այն չափահաս մարդկանց, անկախ նրանից նրանք հիվանդ են թե ինչ են, չնայած սխալ եմ ասում, հիմա ինչ որ ասում եմ, սխալ եմ ասում, որովհետև հիվանդ մարդը մարմնով հիվանդ, հոգեբանորեն էլ կարա հիվանդ լինի, բայց ես էլ եմ հոգեբանորեն հիվանդ, այնպես որ այստեղ Նիչե է, էլ երկու հոգեկան հիվանդ իրար են ռաստեկել։ Այսինքն մեկը չի կարա գասի, գիտես բժիշկ ջան, ես ներվերից հիվանդ եմ, դու պետք է ինձ յոլա տանես։ Ասում ես եմ ներվերից եմ հիվանդ, դու էլ ինձ պետք է յոլա տանես։ Ինչու՞, որովհետև գիտեք, չէ, ներառական է, չէ։ Հիմա ո՞նց է, ներառական է։ Օրինակ, եթե ես պակասավոր եմ, ինձ չեք կարող ասել, դու չպետք է աշխատես։ Քիչ պետք է աշխատեմ։ Բա ներառականությունն ուր մնաց։ Հատկապես սոցիալական ոլորտի մասնագետները շատ լավ կհասկանան ինչ եմ ասում։ Բա մի պակասավոր էլ ես եմ, այ ձեր ցավը տանեմ։ Յոլա տարեք։ Այդ ես պետք է ձեզ յոլա տանեմ։ Ինչի՞։ Ձեր կարծիքով ես բան եմ, Գերկուլեսն եմ, հա։ Աստվածների հետ եմ նստում վերկենում։ Իմ նյարդերը ադամանդից են կամ չգիտեմ, պողպատից են, չէ։ Ես էլ մարդ եմ։ Դուք ունեք խնդրեմ, ես էլ ունեմ խնդրեմ։ Ասում եք կներես, էլի բժիշկ ջան, ես մի քիչ շուտ եմ բռնկվում։ Ասում եմ դու էլ կներես, ես ավելի շուտ եմ բռնկվում։ Որ պահելն է, չհանգած չնեղվես։ Ես չեմ նեղվի ասում, արխային բռնկվի, բայց դու էլ հանգած չնեղվես։ Անverջ խնդիրներ կան, որտեղ պացիենտն ուրը այսօր դեպք է եղել, իհարկե ինձ համար դա տհաճ է։
Պացիենտը արտասվեց զրույցի մեջ, ու ես այդ արտասվելու համար իրան նկատողություն արեցի։ Ոչ թե բանի մասն է, հերթի մասին էր, մի խոսքով հերթի մասին էր, հերթի մեջ տարաձայնություններ կային, մի խոսքով հերթի մասին էր։ Պացիենտը արտասվեց, ես նկատողություն արեցի։ Ասեցի, եթե ինչ-որ բան ենք քննարկում, խնդրում եմ ձեր հույզերը ձեր մեջ պահեք, որովհետև դա լրացուցիչ ինչ-որ արգումենտ է, իբր թե դու ճիշտ ես կամ դիմացինը սխալ է։ Հույզեր արտահայտելով, եթե որոշել ենք բան քննարկենք, բան հասկանանք, եկեք այնց իրար հասկանանք, որ առանց հույզերը մանիպուլացնելու, հույզերով մանիպուլացնելու։ Հիմա կասեն, ախպեր, էսի փիսն է։ Դուք ինձ ասեք, Հայաստանում որ բժիշկը կկանգնի, մարդուն կասի, ընկեր, խնդրում եմ արդյունքներով արգումենտներ չներկայացնել։ Խնդրում եմ ուղղակի, զսպեք ձեզ։ Ոչ ոք դա չի ասի, բայց ես ասում եմ, ու շարունակելու եմ ասել։ Ժողովուրդ ջան, տիրապետեք ձեզ։ Ձեր մանիպուլյացիաները, գիտես, մանավանդ բժշկի համար։ Մանավանդ վաստակաշատ բժշկի համար։ Ես հիմա տեսնում եմ, ստեղ ինձ նայում են իմ գոլեգաներից ջեմ բարևներս, ովքեր ինձանից տասնամյակներով ավելի մեծ փորձ ունեն։ Այդ մարդիկ պատկերացնեք ինչ ձև են ճանաչում, մարդ արարածին ընդհանրապես։ Այդ մարդիկ պատկերացնեք ինչ հեշտ են հասկանում դիմացելից անհարգալից կամ թերահավատ վերաբերմունք։ Ու իրանք յոլա են տանում։ Ես յոլա չեմ տանում, ասում եմ կարճ կոնկրետ, չես հավատում, գնա ունդեղ որ հավատում ես, պրոբլեմ չունես, չես վստահում, հարց չկա, ցավդ էլ տանեմ։ Ինձ մի զանի տարա, ինձ մի զբաղացրու, ինձ մի աշխատացրու։ Նենց տիպեներ, հարգելիներս։ Հա, ինչ անենք, ավարտենք հետևյալով։ Հա, հիմա այդ աշխատանքն եմ տանում, սա մի քանի տարի կքաշի։ Լիքը մարդկանց համար վատամարդ կլինեն, բայց ես աշխատանքը տանելու եմ։ Երկու ուղղությամբ, առաջին, հարգեք դիմացինի հանգիստը, հարգեք դիմացինի մասնավոր կյանքի իրավունքը, անձնական կյանքի, մասնավոր կյանքի իրավունքը, եւ երկրորդ, քիչ նվնվացեք, հարգելիներս, խնդիր ունես վերկաս լուծի։ Զգում ես ծանր է, քեզ համար մի քիչ էմոցիաներդ քո մեջ պահի, եթե դու հանրային միջավայրում ես։ Եթե դու հասել ես բժշկին ու քո ցավն ես պատում, դա ուրիշ բան, դա էմոցիաները ընդհանրապես չի կարելի զսպել, ոչ մի ձևով։ Բայց եթե դու ինչ որ հանրային միջավայրում ինչ որ բան ես քննարկում մեկ ուրիշի հետ, եթե դու էմոցիաները ցույց ես տալիս, դա արդեն շատ վատ տոնի նշան է։ Ոչ թե ով հուզվում է նա ճիշտ է, ով բարձր է խոսում գորգռում է նա ճիշտ է, ով լացում է նա ճիշտ է, ով քրվում է նա ճիշտ է, ոչ, ով էմոցիաները ցույց է տալիս, նա արդեն խախտում է իրար հետ հանգիստ զրուցելու պայմանը։ Եթե մյուսները հանգիստ զրուցում են, դու էլ հանգիստ զրուցի։ Եթե դու որոշեցիր հանգիստ զրուցողների հետ այլ կերպ դրսևորվել, ինչ ասեմ, դա քեզ լրացուցիչ արգումենտ չի տալի։ Դրանով դու ավելի համոզիչ չես դառնա։ Դրսևորի հույզերդ։ Մենակ ես ընդհանրապես ասել եմ, լսի, դու ավելի համոզիչ չես դառնա։ Ես էլ եմ գորգռում։ Հարց չկա, ես էլ եմ գորգռում, բայց ոչ թե լսի իմ գորգռոցով համոզվի, իմ արգումենտները լսի, այդքան բան։ Հա, ու քիչ նվնվացեք, ժողովուրդ ջան։ Եթե մեկը բժիշկ է կամ վարչապետ է, նա պարտավոր չի որ ձեր դայակը լինի։ Նա ունի կոնկրետ գործ անելիք, իր գործն ու անելիքն է անում։ Ամեն մարդ իր տեղում իր գործն ու անելիքն է անում։ Դուք էլ ձեր գործն ու անելիքն ունեք։ Ու դες թող չթվա, եթե դուք հիվանդ եք կամ խեղճ եք կամ դուք արտոնյալ եք, դուք արտոնյալ չեք, ոչ մի արտոնյալ չեք։ Ինչով եք արտոնյալ, որ խեղճ եք, ուրեմն արտոնյալ եք։ Ավելին ասեմ, որ խեղճ չի նա է արտոնյալ, որ համ աշխատում է իրանա պահում, համ էլ խեղճին է պահում, համ պայքարում է իրա բարեկեցության համար ավելի խեղճին է բաժին հանում աջակցում, այն նա է արտոնյալը, ոնց կարա խեղճը արտոնյալ լինի։ Ոնց կարա հիվանդը տենց արխետիպային զոհ լինի։ Հիվանդը զոհ չի, հիվանդը հիվանդ մարդ է։ Դե զոհի տեղ մի դրեք։ Բժիշկն սուրբ չի։ Կյանք փրկող հրեշտակ չի, մարդ է։ Ուստա, իմ կարծիքով։ Այլ գոլեգաներս միգուցե սրբեր են, բայց ես սովորական վարպետ եմ, ուստա։
Եվ ես դա իմ մասնագիտությունն է։ Ես էլ մարդկանց առողջությունն եմ փորձում խախտված ժամանակ, փչացած ժամանակ, երբ որ լավ չի աշխատում, անենց անել որ լավ աշխատի։ Ընդամենը։ Շատ խոսացի, որ դից եկանք ուր ասանք։ Կաշխատեմ էլի սենց զրույցներ անեմ, եթե հետաքրքիր է այսպիսի զրույցը, ժողովուրդ, մասնագետ, ես այնքան մեր ներքին կուխնյայից հետաքրքիր զրույցներ ու մտքեր ունեմ, որոնք սովորաբար չեմ արտահայտում, հազվադեպ արտահայտել եմ, բայց սովորաբար չեմ արտահայտում։ Եթե հետաքրքիր է, ասեք, կարամ սենց զրույցներ անեմ ժամանակ առ ժամանակ։ Եթե քաղաքականից հարցեր ունեք, մի քիչ համբերեք խնդրում եմ, իմ կարծիքով, իմ համեստ կամ անհամեստ կարծիքով Հայաստանի համար, հայկական քաղաքական իրականության համար չտեսնված ու չլսված մի նախաձեռնությամբ ենք հիմա զբաղված։ Նույնիսկ իմ ընկերները որոշ չափով հանդուրժում են, այնքան էլ համաձայն չեն այն ամենի հետ, որ ես կարծում եմ, որ միակ ու ամենաճիշտ բանն է, որ պետք է արվի, դա լուրջ տեսության, լուրջ փաստաթղթի ամփոփ, այս ամբողջ քաղաքական կյանքը, ամբողջ պետությունն ու իրավունքը, այսպես համապարփակ ներկայացնող փաստաթղթի ուրեմն ձևակերպումը ծնունդը պիտի լինի, որով հիմա որի ստեղծման վրա հիմա աշխատում ենք, հա, բայց հիմա դրանով եմ զբաղված, ձեր դատին կներկայացնեմ, հուսամ, որ մինչև նոր տարի դա պատրաստ կլինի։ Միգուցե ձեզանից մի 100 հոգուն դա հետաքրքիր լինի, ոչ բոլորին դա հասու կամ հետաքրքիր լինի, բայց եթե այդ 100 հոգին եղավ, այն բանի օրինակով, Աբրահամի օրինակով, երբ որ Աստծո հրեշտակը գալիս է Սոդոմ Գոմորը ավիրելու, ասում է, եթե այսքան մարդ չգիտեմ, 10 մարդ էլ այնտեղ լինի, ես այդ երկիրը չեմ ավիրի։ Եթե 100 հոգի էլ, то 100 չէ, 10 հոգի էլ Հայաստանում լինեն մարդիկ, ովքեր իրական քաղաքականությունն ու պետությունն ու իրավունքը խորքային կպատկերացնեն ու կկարևորեն, որը տենց է երկիրը կառուցվում ու շենանում, ոչ թե պոպուլիստական խոստումներով, եթե մի 10 հոգի էլ այդպես լինեն Հայաստանում, կարծում եմ Հայաստանը չի կործանվի։ 100 հոգի էլ լինեն այդպես Հայաստանում, Հայաստանը չի կործանվի։ Թերևս այսքանը կներեք երկարացնելու համար, ջերմ բարևներ, այսպես նայում եմ ովքեր են նայում, ջերմ բարևներ իմ հիվանդներին, իմ գոլեգաներին, իմ Facebook-յան ընկերներին եւ ոչ միայն Facebook-յան ընկերներին, նաեւ ոչ Facebook-յան ընկերներին կամ այսպես ասեմ։ Կխոսենք եւ խնդրում եմ մեզ ճիշտ հասկացեք ժողովուրդ ջան։ Ինչ որ մեկը եթե կարծում է, որ բժշկությունը վատն է, դուք բոլոր հնարավորություններն ունեք վերցնելու, դուք ինքներդ բժիշկ դառնալու եւ անելու դա ճիշտ, եթե կարծում եք, որ ինչ որ մեկը սխալ է անում։ Իսկ եթե ծառայությունից կամ բանից եք ուզում օգտվել, բայց առանց մեծ ջանքերի, օրինակ թուղթ ուղարկելով, դա տես չի լինում, դա բախտագուշակություն է, դա չի լինում։ Անպայման հանդիպեք ձեր բժշկի հետ, թեկուզ on-line, լսեք նրան, խոսեք նրա հետ, նոր վերջում պարզ կդառնա, ինչպիսի թղթեր են պետք, ինչպիսի անալիզներ են պետք, որպեսզի ձեր դիագնոզը դրվի եւ ձեր ճիշտ որոշումը, ճիշտ բուժումը որոշվի։ Թղթեր ուղարկելով ոչինչ հնարավոր չի հասկանալ, ու գրեթե ոչինչ։ Գոնե ինձ համար լավ, ու թերևս այսքանը, կներեք երկարացնելու համար ամենալավ բաները ցտեսություն։